կատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Բարև ձեզ։ Առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքյան, հարցս այսպիսին է, դա սկզբունքային հարց է։ Ինչով է տարբերվում ըստ ձեզ այս խորհրդարանը, եթե մենք ընդունենք պլյուս-մինուս, որ այն ձևավորվելու է, հա, նախորդ խորհրդարանից, այսինքն հունիսի 7-ի արդյունքներով ձևավորված խորհրդարանը սկզբունքային տարբերություն հին խորհրդարանի հետ, որը դեռ գործում է, ունի։ Դե նախ կախված է թե արդյոք այս խորհրդարանը այնուամենայնիվ որպես այդպեսին կկայանա իր ողջ կազմով, որը նախատեսված է։ Ենթադրենք, որ կայանա։ Եթե կայացավ, ապա տարբերությունը այն է լինելու, որ իշխանությունների հնարավորությունները կնվազեն, ընդդիմության հնարավորությունները շատ չեն աճի։ Բայց որակական տեսանկյունից ես տարբերություն ըստ էության չեմ տեսնում եւ բոլոր դեպքերում մեր քաղաքական էլիտայի որակը իհարկե աղետալի է եւ կարծում եմ, որ դրա համար նաեւ դրսի աշխատանքն է նպաստել։ Բայց դա բացառապես մեր խնդիրն է, մեր ներազգային խնդիրն է եւ այդ առումով ինքներս պետք է կարողանանք որակյալ քաղաքական վերնախավ ձևավորել, իսկ թե ինչպես դա անել, դա բոլորին այլ խնդիր է, այլ հարց է, որը եւ մասնագիտական մոտեցում է պահանջում եւ արկա վերնախավերի փոքրի շատ է adekvat վերաբերմունք խնդրին։ Այդ վերաբերմունքը չկա, իսկ ռեսուրսները հիմնականում թե քաղաքական պետական լծակները, թե ֆինանսական միջոցները խորհրդարանում կենտրոնացած ուժերի ձեռքին են, որոնք էվոլյուցիա ապրելու մեծ ցանկություն եւ պահանջիկները չեն զգում։ Հետևաբար անհրաժեշտ է ելքեր փնտրել խորհրդարանական դաշտից դուրս։ Եթե մենք փորձենք մի փոքր նաև այդ մասին խոսել, խորհրդարանական դաշտից դուրս, մենք խորհրդարանական երկիր ենք սահմանադրության համաձայն։ Ինչպես եք դա պատկերացնում, որտեղ, ինչ տարածքներում երկրի ներսում։ Նախ եւ առաջ իհարկե պետք է ձևավորվեն հենց քաղաքական ուժեր, որոնք կձևավորվեն ինչ-ինչ քաղաքական խմբերի կորիզի շուրջ, ընդ որում մենք արդեն անցած անգամ խոսում ենք, ես կարծում եմ, որ առաջնահերթությունը պետք է տրվի այն խմբավորումներին, որոնք չեն գալիս քաղաքական ասպարեզ արտաքին օրակարգեր սպասարկելու նպատակով։ Անգամ եթե ասում են, որ այդ սպասարկումը իշա Հայաստանի է տեղի ունենում, դա այդպես չի կարող լինել։ Այսինքն սպասարկումը որպես Հայաստանի շահ դիտարկելը եւ դա բերելը քաղաքական դաշտ, ես կարծում եմ, որ ճիշտ չէ։ Իսկ եթե մենք դիտարկենք իրավիճակը մյուս տեսանկյունից, որ ուղղակի այդ պահին հնարավոր է լինում մեր շահերը համադրել, ոչ թե մենք սպասարկենք այլոց շահերը, այլ մեր շահերը համադրում ենք իրենց շահերի հետ, շահերի համընկնում է տեղի ունենում, ինչպես եւ ցանկացած քաղաքականության դեպքում, որը հաջողվում է, եւ շարժվում ենք առաջ, դա ինչու՞ չեք դիտարկում։ Ես դա եմ դիտարկում, իհարկե դիտարկում եմ շահերի համադրումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ դու քո պետական շահը հստակ ձևակերպել ես որպես քաղաքական միավոր։ Քանի այդ ձևակերպումը միտված է արտաքին շահ սպասարկելուն, ուրեմն դու սեփական քաղաքական շահ չես դիտարկում։ Մեզ մոտ հիմա այդ վիճակն է։ Ես կարծում եմ, որ այո, երկուստ եք իշխանությունը ընդդիմություն։ Իշխանությունը ձևավորել է այն քաղաքական պլատֆորմը, իրական Հայաստան կոչված քաղաքական պլատֆորմը, որը հաջողությամբ համադրում է արտաքին շահերի սպասարկումը եւ գործող քաղաքական վերնախավի իշխանական ինչպես գոյատևում է իշխանական դաշտում, այնպես էլ վերարտադրությունը։ Եվ այդ առումով
Նիկոլ Փաշինյանը կարողացել է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ իր թիմի շահերը համընկնում են, համադրված են արտաքին բոլոր խաղացողների շահերին, հիմնական էական եւ այդ տեսանկյունից ունի արտաքին աջակցություն ներսում էլ ունի իր աջակիցների բանակը կամ խումբը, որոնք այդ առումով իր թիկունքին կանգնած են։ Այլ քաղաքական մոտեցում Հայաստանում իրականում ձևավորված չէ։ Դա էլ է արտաքին շահերի սպասարկում, բայց ունի ներքին բաղադրյալ։ Մնացյալներինը ներքին բաղադրյալը բացառապես փոխկապակցում է արտաքին շահի սպասարկման հետ։ Բայց ինձ համար այդ երկուսն էլ որպես հիմնավոր մոտեցում այնքան էլ ընդունելի չեն, ես կարծում եմ նախ պետք է ռազմավարական առումով երկարաժամկետ մեր ռազմավարությունը մշակվի, դրա հիման վրա մշակվի նաև փոխհարաբերությունների դաշտը արտաքին, նաև դիվերսիֆիկացնելով այդ հարաբերությունները տարբեր գործող հիմնական դերակատարների հետ, նաև կարող է տեսանելի լինել, թե պատմական որ փուլում առաջիկա 20, 30, 40 տարիների ընթացքում մենք պետք է պատրաստ լինենք նաև մեր արտաքին հարաբերություններում փոփոխություններ մուտքագրել, ոմանց հետ խորացնել հարաբերությունները, ոմանց հետ խորը եղած հարաբերությունները միգուցե անհրաժեշտ կլինի պակասեցնել, բայց դա ընդհանուր ռազմավարության մշակման հարց է։ Իսկ դա չի վերաբերում նրան, որ 50 թվականին, ասենք Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դառնա աշխարհի չեմպիոն։ Թեև այդպիսի ցանկություն կարելի է ունենալ։ Ու ժամանակին վարչապետը հայտարարեց, չէ՞ որ ցանկություն մենք ունենք։ Այո։ Բայց երեկվա Հայաստան-Մոլդովա խաղը չի խոսում այն մասին, որ մենք այդ ճանապարհի վրա ենք մեղմ ասած։ Ամեն դեպքում սա եւս որոշակի ռազմավարության միգուցե բացակայության դրսևորում է։ Կոնկրետ ոլորտում։ Իսկ ես խոսում եմ պետության ընդհանուր ռազմավարության մասին, այն ռազմավարության մասին, որի շնորհիվ Հայաստանը կարող է հարաբերվել արտաքին բավական ագրեսիվ միջավայրի հետ, առանց վնասներ կրելու եւ հետապնդելով սեփական շահերը։ Տեսեք, պարոն Մելիքյան, վերահաշվարկ է գնում ձայների Երևանում, այլ մարզերում, մեզ խոստացել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժողովի նախագահը, որ 14-ին մենք ունենալու ենք հստակ վերջնական արդյունքներ, ու այդպես է ստացվել նորից, եթե մենք հիմնվենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հայտարարություններին, որ մարդիկ հոգնած էին գիշերը, քունները տանում էր, մի քիչ լավ չեն աշխատել։ Այդ ռազմավարության մասով ենք հիմա մենք խոսում պետական ինստիտուտների կայացման եւ աշխատանքի։ Լավ, ինչ եղել է։ Հիմա այնպեսի տպավորություն է, որ բոլորը սպասում են այդ վերջնահաշվարկի արդյունքներին, այն դեպքում, երբ մենք հասկանում ենք, որ փոփոխությունները լինելու են տեխնիկական թերություններ են, եւ ընդհանուր առմամբ ընտրությունների արդյունքների վրա դա չի ազդելու։ Ինչ են սպասում բոլորը։ Այս քաղաքական ուժերը, որոնք հիմա ասում են, չգիտենք, մանդատը վերցնենք, չվերցնենք, Մոսկվան, որը ասում է, ինչ-ինչ խախտումներ ենք տեսնում, արևմուտքը եւ այլն ճնշում են գործադրել, իրենք էլ են սպասում։ Իսկ այդ տպավորությունն է, որ ստեղի ընդդիմությունը, որը մտել է խորհրդարան, սպասում է Մոսկվայի արձագանքին, իսկ Մոսկվան սպասում է այս ընդդիմության արձագանքին։ Եվ այս պահին իրական օրակարգ չկա եւ նրանք ինչ-որ բան են սպասում, բայց ինչ են սպասում, ես չեմ կարող հասկանալ։ Կօգնեք այս հարցում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ կրքերը մարելու մենք փուլում ենք։ Հավանական կրքերը ուղղակի քշվում են մութանկյուններ, քշվում են փոխադարձ կրճտամբանքների դաշտ։ Հետընտրական կրքերը։ Այո, հավանական կրքերը։ Թեև իրականում եթե ընդդիմությունը համարեր, որ խապված է եւ կեղծված են ընտրության արդյունքները, պետք է նույն ժամը 2-ին գիշերվա դուրս գար փողոցները, լցվեր փողոցները, կողմնակիցներին հաներ բողոքի ցույցերի, շրջափակեր դրական հանձնաժողովը, շրջափակեր կառավարության շենքը եւ արդարություն պահանջեր։ Եթե համարեր, որ իրավիճակը այնպեսին է, որ այդ արդարության պահանջը արդարացի է։
Հիմա ոչ մի բան տեղի չի ունենում, դա նշանակում է, որ նույն այդ անդիմության պոտենցիալ աջակիցները, որոնք վստահ էին հիմնվելով անդիմության առաջնորդների հայտարարությունների վրա, որ Փաշինյանը հեռացող քաղաքական դեմք է, ստացան կրկին Փաշինյանին, որը մի քիչ ավելի թուլացած է, բայց ամեն դեպքում այն անձը, որ պետք է հռչակվեր վարչապետ մի ամիս հետո, խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, փաստորեն համակերպվել է պարտության հետ եւ վարչապետ չի դառնալ։ Հետևաբար այն խոստումները, որ տրվել են, խաբուսիկ են եղել։ Տեսեք, պարոն Մելիքյան, եթե դա այդպես է, մենք փորձենք համեմատենք այս իրավիճակը, ես ուղղակի պատմական նորագույն պատմությունում համեմատականներ տանեմ 13-ին, եթե ես չեմ սխալվում, երբ Ռաֆի Հովհաննիսյանը հաղթել էր նախագահական ընտրություններում եւ ընտրությունները ակնհայտ կերպով կեղծվել էին, ինքը ինչ արեց, ինքը ժողովրդին սկսեց ստանել ծիծեռնակաբերդ, չէ, ինչ-որ չգիտեմ որ, դա ինքան տարավ բերեց, ջոթը ցրվեց։ Մոտավորապես էս նույն բանն է, ուղղակի առանց ժողովրդին փողոց հանելու, չէ։ Քանի որ անմիջականորեն մասնակից եմ եղել։ Ես շատ լավ գիտեմ դա, դրա համար դա հիշեցի։ 13 թվականին շատ լավ իրավիճակին ծանոթ եմ, ուրեմն կեղծված ընտրություններում չի լինում հաղթող։ Հետևաբար բոլոր հայտարարություններն այն մասին, որ Ռաֆի Հովհաննիսյանը հաղթել էր այդ ընտրությունների ժամանակ, նույնքան կեղծ են, որքան հայտարարությունները, եթե չկեղծվեր հաղթելու էր։ Եթե չկեղծվեր էլ հայտնի չի ինչ կլիներ։ Լավ։ Բոլոր դեպքերում տեսեք, նույնը վերաբերվում է նաև այսօրվան։ Այս տարիների ընթացքում մենք ունենք մոտավորապես 2.5 միլիոն ընտրող գրանցված։ Եվ Հայաստանում ունենք մոտ 3 միլիոն մշտական բնակչություն։ Այս թվերը անփոփոխ են։ Եվ այս ընտրությունների ժամանակ մոտ 60% ընտրողներ են եկել մասնակցել։ Այնինչ, ես կարծում եմ, որ մինչև 1 միլիոն ընտրող գտնվում է Հայաստանից դուրս եւ անգամ այս ծավալով Ռուսաստանից եւ այլ վայրերից ընտրությունների ժամանակ ընտրողների ներկայությունը էական չէ այդ թվերին։ Ընտրողների քանակը պակասել է։ Այո։ Համեմատած 21-ի հետ։ Ես թվերը չեմ հիշում, բայց գիտեմ, որ պակասել է։ Շատ չեն տարբերությունները։ Նույնիսկ այդ ներմուծման պայմաններում պակասել է։ Ինչևէ, այսինքն, երբ որ ասում են, որ 60% ընտրողներ են մասնակցել ընտրություններին, սա նշանակում է, որ Հայաստանում առկա բոլոր ընտրողները եկել են դրատեղամաս։ Ինչ անհնար է։ Չի կարող նման բան լինել։ Սա 13 թվականի պատկերներ եւ ես որ նայում համեմատում եմ, մեծ տարբերություն չկա 13 թվականի ու այսօրվա միջև։ Այսինքն սա մի գործոն է, որը մշտապես անտեսվել է եւ այն ժամանակ ես այս հարցով դիմել եմ ընտրական հանձնաժողովին, հանձնաժողովի նախագահն ու անդամները հարցը ծածկա դմփոց են արել, որտեղ ես պահանջում էի ասել, թե Հայաստանից դուրս քանի ընտրող ունենք, որոնք երաշխավորված չեն մասնակցել։ Դրանք ֆրազին ինչ-որ անկապ բաներով, հիմնավորումներով հարցը փակեցին, թե դա ընտրական հանձնաժողովի գործը չէ։ Մոտավորապես սա էր պատկերը։ Ոստի ընտրությունների մասին խոսել Հայաստանում ինձ թվում է իրավիճակին համակերպվելու ձև է։ Ես իդեպ հիշեցնեմ, որ այն ժամանակ հենց ուղիղ եթերում 11000 ձայն ինձնից գողացան, էլի էլեկտրականություն միացավ անջատվեց, ընտրական հանձնաժողով դադարեցրեց ձայների հաշվարկը, ունեի 11000 քանիս կողմ քվեարկած ձայներ եւ եղավ հաջորդ հայտարարությունը, այդ 11000-ից մնաց 900 ավելի շուտ սա վերջում ես այսքան ընտրող ունեցա Եվ երբ ես այս առիթով հանդիպումներ ունեցա որոշ օտար դիվանագետների հետ, դեսպանների հետ, արևմտյան, տվեցի նրանց տեսագրությունը այդ իրավիճակի, ոչ մի արձագանք, այսինքն մեծ հաշվով այդ խաղի կանոնները արտաքին մասնակիցների համար ոչ նորություն են, ոչ էլ ինչ-որ բարոյական դժվարություններ են առաջացնում։ Տեսեք, պարոն Մելիքյան, արտաքին խաղացողներին հիշատակեցիք, հայտնի է, որ երկար տարիներ Հայաստանում իշխանությունը չունենալով ներքին լեգիտիմություն,
ապավինել է արտաքին լեգիտիմության եւ դա բերել է նրան, ինչի բերել է վերջում մեզ բոլորիս։ Այդ թվում նաև 44 օրյայի տեսքով եւ Ղարաբաղի կործանման։ Դա իմ անձնական կարծիքն է, կարող եմ սխալվել։ Հիմա հարցը այսպեսին է, դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը այս ընտրությունների արդյունքներով մի փոքր թույլացել է։ Արդյոք սա կարող է նշանակել, որ արտաքին լեգիտիմության վրա կսկսի Նիկոլ Փաշինյանը ինչ որ առումով մի փոքր ավելի շատ հենվել։ Իր բոլոր հնարավոր հետևանքներով միջավայրից լեգիտիմացնողների համար ավելի հեշտ կլինի գործունենալ այսօրվա այդ իշխանության հետ։ Եվ իշխանության եւ ընդդիմության մեծ հաշվով։ Ну, ընդդիմության մասին չենք խոսում ընդհանրապես, դա ամեն ինչ պարզ է, Փաշինյանի մասով ունի որոշակի վերապահումներ։ Նա եթե իրավիճակը նույնիսկ մնա այնպեսին ինչպեսին որ այսօր է առանց Բարգավաճ Հայաստանի խորհրդարան, ապա միևնույն է Փաշինյանի հնարավորությունները նվազելու են եւ ես չեմ կարող ասել, որ դա հենց խիստ բացասական երևույթ է մեր պայմաններում։ Պարոն Մելիքյան, ես ճիշտ եմ ձեզ հասկանում, չնայած մենք այդ մասին ուղիղ չխոսեցինք, որ դուք ակնկալում եք, որ ընդդիմությունը գնալու է մանդատները վերցնի եւ մտնի խորհրդարան։ Ընդհանուր առմամբ ես ավելի հակված եմ կարծել, որ այդպես է լինելու։ Իսկ ինչու։ Ես կարծում եմ, որ սա նաեւ արտաքին աշխարհի կողմից է պահանջված եւ դա պահանջված է լինելու նաեւ Մոսկվայից։ Բայց ոչ միայն Մոսկվայից, այսինքն այս որակի խորհրդարանը արտաքին միջավայրի համար պահանջված է։ Բայց պահանջված չէ հայ քաղաքացու Հայաստանի եւ հայ ընտրողի։ Պահանջված չէ Հայաստանի քաղաքացու կողմից։ Հայաստանի քաղաքացին սա չէր ուզում, թեև հստակ չէր պատկերացնում ինչ կարելի է ուզել այս իրավիճակում, որտեղ հենման կետեր չկան։ Մեծ հաշվով մասնակից ուժերի մի մասը հիմնական դերակատար ուժերի սպասարկող ուժեր էին, մի մասը, ովքեր հիմնական ուրեմն հավակնորդներն էին խորհրդարան տեղ զբաղեցնելու արտաքին օրակարգեր սպասարկելու հակված ուժերը եւ գուցե 1-2 ուժ կար, որ պատրաստ էր մերժել այդ ամենը, բայց չուներ այն օրակարգը ռեալ, որը երկարաժամկետ առումով ինչ որ բան կփոխեր։ Ուստի հիմա այս իրավիճակում պետք է մտածել առաջիկա ժամանակվա ընթացքում նոր այդ քաղաքական ուժի կամ ուժերի ձևավորման մասին, բայց ամենակարևորը այդ նոր գաղափարների ու մոտեցումների մշակման վրա պետք է կենտրոնանալ, որոնք կդառնան այլընտրանքային, որոնք կաշխատեն անկախ նրանից, թե ովքեր են դրանք ներկայացնում։ Տեսեք, պարոն Մելիքյան, ընտրողների տրամաբանության մասին մի փոքր խոսենք, ինչու մենք ստացանք այս արդյունքները։ Դուք եք ասում, ես էլ եմ ասում, որ այս խորհրդարանը պահանջված չէ, բայց չէ՞ որ այս խորհրդարանը մենք ենք ձևավորել։ Մենք ենք ձևավորել։ Հիմա հարցը այսպեսինն է. նախընտրական շրջանում ես այդ մասին չեմ խոսել, որպեսզի որևէ մեկին չվիրավորեմ, այսպեսի խոսակցություն է գնում։ Մարդը գալիս է ասում է, գիտեք, ես ուզում եմ ընտրեմ արևմտամետ ուժերին, ուզում եմ ընտրեմ, հասկանում եմ, որ իրենք պետք է լինեն խորհրդարանում, որ ռուսամետ ուժերը չլինեն, որպես ընդդիմություն։ Դե ամեն ինչ պարզ էր, արդեն պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն հաղթելու են որպես իշխանություն։ Բայց ես չեմ ուզում իմ ձայնը տամ, որովհետեւ գիտեմ, որ իրենք չեն ընտրվելու։ Եվ իմ ձայնը փոշիանալու է գնալ։ Եվ բոլորը նույն բանն էին ասում։ Իսկ միգուցե եթե գնայիք ընտրեիք, դե ձայները չփոշիանային ու այդ քաղաքական ուժերը հայտնվեն խորհրդարանում եւ գոնե ինչ որ փոփոխություն է, ընդդիմափոխությունը մենք ունենայինք այնուամենայնիվ, գոնե ինչ որ չափով։ Հիմա տեսեք, այստեղ էլի են հասկանում եք ինչա տեղը կախարդական շրջանը, հա? Չէ, դա կախարդական, դա արհեստացին մի բան է, որտեվ մեծ հաշվով ինչ է նշանակում կարող է ընտրվեն, կարող է չընտրվեն։ Եթե դու սկզբունքային ես, ընտրի այն ուժին, որին դու համակրվում ես, եթե այսօր չստացվի իր ընտրությունը, կստացվի մյուս անգամ, բայց դու եղի հետևը։ Այսինքն դա քո սկզբունքային դիրքորոշման խնդիրն է։ Ընտրողի սկզբունքային դիրքորոշման խնդիրն է։ Ես հասկանում եմ, որ նրանք ուզում են, շատերն են ուզում անձնական օգուտ ունենալ ընտրությունների արդյունքում, բայց շատերը քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու կողմնակից են, միևնույն ժամանակ ասում են, բայց մենք ուզում ենք այնուամենայնիվ ցենտրական ուժին, որ կհաղթի։ Մենք ուզում ենք հաղթող լինել։ Այո,
Մենք չենք ուզում պարտվենք։ Իսկ այս դեպքում չկա պարտություն։ Այս դեպքում կա ճանապարհ, որով պետք է անցնել։ Եվ միանգամից հաղթող դառնողը ինքը նաև շատ արագ շուտ կարող է անկում ունենալ։ Պարոն Մելիքյան, Բարգավաճ Հայաստանի անցումը կամ ոչ անցումը խորհրդարանում հայտնվել է կամ ոչ հայտնվել է։ Սկզբունքային փոփոխության բերելու է իշխանության ձևավորման եւ իշխանության հնարավորությունների ձևավորման հարցում։ Բարգավաճ Հայաստանի խորհրդարան մտնելը շատ ավելի ճկուն հնարավորությունների ստեղծում, թե ներսում, թե դրսից ազդելու համար։ Այսինքն, եթե քաղաքական ուժերը Հայաստանում ի վերջո այնքան հասուն դառնան, որ ունակ լինեն ձգտել սեփական քաղաքականությունը մշակել եւ առաջ տանել, խորհրդարանում մեկ ավել ուժ ունենալը դրա համար լրացուցիչ տեսական հնարավորություններ է տալիս։ Եվ այդ առումով, եթե առաջ պետք էր խոսել 3-ի հետ, հիմա պետք է խոսել 4-ի հետ, դա միշտ ավելի բարդ է, այսինքն եթե դրսից ազդեցություն գործելու խնդիր կա, դա ավելի բարդացնում է։ Թեև տվյալ դեպքում, քանի որ մենք հասկանում ենք, որ թե Բարգավաճը, թե Հայաստան դաշինքը, թե Ուժեղ Հայաստանը մեծ հաշվով ավելի ռուսական կողմնորոշում ունեցող ուժեր են, այստեղ ըստ էության կարող է աճել հենց Ռուսաստանի անմիջական ազդեցության հնարավորություն։ Իսկ խնդրեմ, մյուս կողմից Գագիկ Ծառուկյանը բիզնեսմեն է եւ հասկանալի է, որ խորհրդարան է մտնում, նաեւ շատ անձնական բիզնես շահերը պաշտպանելու նկատառումներից ելնելով։ Այսինքն սա լրացուցիչ գործոն է, նույնը կարելի է ասել նաև Սամվել Կարապետյանի մասին։ Ինքս ես կողմնակից եմ, որ օլիգարխները քաղաքականության մեջ առաջին դիրքերում լինեն, դա ընդհանուր առմամբ միշտ վնասակար է եւ իրենց համար եւ պետության համար, բայց սա միշտ վկայում է նաեւ, որ պետությունը չի ապահովում բիզնեսի շահերը այն ծավալով, որ անհրաժեշտ է։ Բիզնեսն էլ ենթարկվելով գոյություն ունեցող ավանդույթներին, պետություն բիզնես հարաբերությունները, որոնք Հայաստանում դրական չեն եղել։ Եվ նրանք իրենց հարստությունը կուտակել են այդ ոչ դրական ավանդույթներին հետևելով։ Նոր իրավիճակում նրանք դառնում են անմիջականորեն խոցել, այսինքն շատ բանի մասին պետք է խոսեն քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչները, որոնք բիզնեսմեն չեն, եւ բիզնեսմենները, որոնք քաղաքական գործիչ չլինելով ստիպված են մտնել քաղաքականության մեջ։ Պարոն Մելիքյան, լրագրողները մենք սիրում ենք ինտրիգներ փնտրել, հա, ինտրիգներ ստեղծել շատ դեպքերում դատարկ տեղում, եւ հիմա մի քանի ինտրիգ է կվերցնի, թե չի վերցնի ընդդիմությունը մանդատները, կճանաչի, թե չի ճանաչի Պուտինը ընտրությունների արդյունքները։ Ես վստահ եմ իմ կողմից ասեմ, հա, որ Պուտինը կճանաչի Հայաստանում ընտրությունները, մանդատները կվերցնի ընդդիմությունը, այստեղ որևէ ինտրիգ չկա։ Բայց հիմա խոսենք երկրորդ մասով, մանդատների մասով խոսեցինք։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը անընդհատ փորձում է մեզ վաճառել, ռուսերեն ասում են «уши от мертвого осла», հա, ինչ որ դատարկ մի բան, հա, սատկած էշի ականջները։ Փորձում են ինչ որ փաթեթավորել ու մեզ վրա վաճառել եւ փոխարենը ստանալ ռեալ բենեֆիցիաներ եւ պրեֆերենցիաներ։ Հիմա նույն վիճակն է ստեղծվում, երբ մենք չենք ընդունում, մենք չենք բանանում, բայց չենք էլ ասում, որ ոչ լեգիտիմ են եղել, բայց ինչ որ կասկածներ ունենք, կխոսենք, դա տեսնենք։ Ուրիշ տրամաբանություն կա։ Ես բնորոշում եմ որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ սեր առանց պարտավորությունների։ Любовь без обязательств։ Հիմա այս քաղաքականությունն է։ Այս քաղաքականությունն է ոչ թե հիմա, այլ վերջին տարիներին Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունն այնպիսին է, որ ասում են դուք ինքներդ եք մեղավոր ամեն ինչում, դուք մեզ ստիպում եք ձեզնից երես դարձնել եւ այդ առումով ինքներդ եք պատասխանատու ամեն ինչի համար։ Բայց մենք ամեն դեպքում դες դիտարկում ենք որպես եղբայրական բարեկամ ժողովուրդ եւ պետություն եւ ձեր լավն ենք ուզում։ Եվ մեր լավը ուզում են։ Բոլոր իմաստներով։ Հա, այսինքն Հայաստանի թուլությունից նրանք ստանում են ամեն ինչ, բայց Հայաստանի հանդեպ
ըստ էության պարտավորություններ չունեն հատկապես անվտանգային ոլորտում։ Բայց իրենք պահանջում են այդ պարտավորությունները մեզանից, սա է խնդիրը, չէ՞, ասենք պահանջ են կա, ասում են դուք պիտի որոշեք, դուք ԵԱՏՄ-ից դուրս, մենք չենք ուզում ԵԱՏՄ-ից դուրս գալ, եւ մենք չենք գնում Եվրամիություն, փաստը դա է, չէ՞, չենք գնում Եվրամիություն։ Բա ինչ ընտրության մասին են մեզ պարտադրել։ Չէ, դա բացառիկ շանտաժ էր նախընտրական շրջանի, որը կմեղմվի, բայց չի վերանա։ Եվ դրա համար առանց պարտավորությունների սերը Ռուսաստանի կողմից մեր հանդեպ շարունակվելու է։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այնտեղից պահանջները կլինեն, իրենց կողմից որոշակի նվազագույն պարտավորությունները կկատարվեն, բայց հաշվի առնելով նաև այն, որ մեր շուրջ իրադարձությունները դեռևս ծավալվում են եւ Իրանի հետ կապված թնջուկը կա, ընդհանուր առմամբ ապակայունացում է նկատվում նաև Պակիստան, Աֆղանստան, այս շրջանում Հնդկաստան, մենք պետք է նկատի ունենանք, որ ավելի լայն իմաստով տարածաշրջանին սպասող փոփոխությունները կարող են ստիպել մարտավարական տեսանկյունից Ռուսաստանի համար ինչ-ինչ քայլեր նախաձեռնել, որոնք կարող են չտեղավորել հայ-ռուսական բարեկամության մասին պատկերացումների շրջանակի մեջ։ Իսկն իրենք իրենց ձեռքերն ազատել են մեզնից։ Միևնույն ժամանակ մենք չենք կարող իրենցից ազատվել։ Մենք իրենցից այդպես ազատվել չենք կարող։ Շատ լավ, տեսեք, պարոն Մելիքյան, հիմա այս տրամաբանությունը շարունակենք։ Ինչ արեցին իրենք։ Ասացին, ձեր ծաղիկը չենք գնում։ Մեր ծաղիկը գնաց Լատվիա եւ նույնիսկ Նիդերլանդներ, ծաղիկների հայրենիքը։ Ասացին, Ծիրանը չենք գնելու, որը հասնում է, Ծիրանը գնում է Լեհաստան։ Ասացին, ինչ է, ելակը չեն գնելու, ելակը գնաց Արաբական Էմիրություններ, սա հստակ տեղեկատվություն է, Սաուդյան Արաբիա եւ նույնիսկ Գերմանիա։ Հիմա իրենք էլ են չէ հասկանում, որ ինչքան ասեն չեն գնում, ստեղ սկսվում է այլընտրանքներ մշակվել, այսինքն այն ինչ որ այս կառավարությունը եւ մեր բիզնեսը ծուլությունից, էլեմենտար ծուլությունից ելնելով չեն արել երկար տարիներ։ Հիմա երբ դանակը հասնում է ոսկորին, սկսում են անել եւ իրենք այս գործընթացներին հավելյալ ակսելերացիա են հաղորդում։ Իրենք դա չեն հասկանում, թե հասկանում են ու շարունակելու են դա անել։ Ընդհանուր առմամբ իրենց համար դա շատ փոքր խնդիր է։ Հասկանալի է։ Մեր համար բայց իրենք կորցնում են չէ այդ լծակները։ Իրենք չունեն այլ լծակ, փոքր լծակներ է, չէ։ Չեմ կարծում, որ այդ լծակները առհավետ կորսված կլինեն։ Ինչի։ Եթե Հայաստանի կողմից այդ ուղղությամբ հստակ քաղաքականություն չվարվի։ Այսինքն այդ դիվերսիֆիկացիայի նրանք խթան դարձան դրա համար։ Հիմա այս ծաղիկը գնաց Լատվիա, վաճառվեց, տեսան որ լավ վաճառվում է։ Ինչ պետք է Ռուսաստանը ուղարկել։ Ուղարկեն Լատվիա։ Բայց մենք չգիտենք Լատվիան որքան երկար է պատրաստ ընդունել այդ ծաղիկը։ Էստոնիայում կվաճառեն։ Նույնը 400-500 միլիոնանոց շուկա է, միայն Եվրամիության շուկա։ Մենք այդքան ծաղիկ չունենք։ Մենք եթե այդ առումով երկարաժամկետ առևտրային համաձայնություններ չունենանք Եվրամիության հետ, այդ վաճառքները երաշխավորված չեն լինի այնտեղ։ Սա կետային միջոցներ է, կետային մերձավոր արևելքը այլ խնդիր է։ Այստեղ մենք գուցե կարողանանք հիմնավոր ինչ-որ շուկաներ գտնել անապատածածկ երկրներում հատկապես։ Բայց էլի սա տևական աշխատանքի հարց է, նոր շուկաներ ստեղծելը մի օրում չի լինում եւ այդ առումով Ռուսաստանի ազդեցությունը հատկապես եթե ընտրությունների արդյունքները ճանաչվեն ռուսների կողմից, սանկցիաները կարծում եմ մինչև ամսվա վերջ կվերացվեն, այսինքն Ծիրանը դեռ կարող է հասցնել գնալը Ռուսաստան։ Այդ 20 ֆուրն էլ թող գնա հիմա Լեհաստան։ Պարոն Մելիքյան, հասկանալի է եւ արդեն Նիկոլ Փաշինյանը անոնս արել է նախընտրական շրջանակներում կամպանիայի, նա գնալու է Մոսկվա եւ հանդիպելու է Պուտինի հետ։ Մոտավորապես ձեր կարծիքով ինչ հարցեր են քննարկվելու, առաջնային խնդիրները, առաջնային հարցերը, որոնք դրվելու են Փաշինյանի կողմից Պուտինի առջև եւ Պուտինի կողմից Փաշինյանի առջև, որոնք են։ Եվրասիական տնտեսական միության մասնակցությունը, արկա սանկցիաները, հարաբերությունների խորացումը, միգուցե միջուկային էներգետիկայի զարգացումը ռուսական ջանքերով Հայաստանում, այսինքն հիմնականում այս կենցաղային խնդիրներ են, քաղաքացուն հոզող տնտեսական հարցեր են քննարկվելու, դրանց մի մասը լուծում կստանա, մի մասը կարկախվի, բայց Փաշինյանը պետք է գնա Մոսկվա հարաբերությունները
ավելի տանելի մի հունի մեջ գցելու նպատակադրմամբ եւ կարծում եմ մերժում չի ստանա այնտեղ։ Թեև Ռուսաստանում կան փորձագետներ, որոնք պնդում են, որ հայ-ռուսական հարաբերությունները գնալով վատթարանալու են եւ նրանք դրա համար կարծում են, որ ֆինանսավորվում են նաեւ, գուցե նաեւ վատթարանան, բայց դա այսպես ճակատագրի դաջվածքը չէ մեր հարաբերությունների վրա։ Այդ առումով ամեն ինչ կլինի շատ ավելի պրագմատիկ, գործնական, ռուսները իրենց շահը բաց չեն թողնի, մենք այդ առումով թույլ դիրքում ենք, եւ այս նոր ձևավորվելիք իշխանությունը այդ տեսանկյունից իհարկե ավելի շատ կարող է խնդիրներ ունենալ, թե ներսում, թե դրսում կամ միջայդ ուներ։ Այս հարցերի շրջանակներից մեկը հանենք առաջին պլան ատոմակայանի կառուցումը առաջարկվում է եւ առաջարկվելու է Պուտինի կողմից, ես դրանում վստահ եմ, որպեսզի Ռոսատոմը կառուցի, Նիկոլ Փաշինյանը մերժում է։ Մերժելու է թե ոչ, եւ եթե մերժելու է, ինչ հետևանքներ դա կարող է։ Ես կարծում եմ դա մեծապես կախված է ոչ թե Հայաստանի դիրքորոշումից լինելու, այլ ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում կդիտարկվի ինչ որոշում էլ կայացվի, ես կարծում եմ, որ առանց Վաշինգտոնի միջամտության դա տեղի չի ունենալու, այսինքն ես կարծում եմ, որ այս հարցում Թրամփն ու Պուտինը իրար հետ խնդիրը կլուծեն։ Խոսքը միայն հենց ատոմակայանի մասին չէ, տարածաշրջանում վարվելիք համատեղ գործողությունների եւ քաղաքականության մասին է։ Եվ Հայաստանի հարաբերությունները հետընտրական Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջև ձեր կարծիքով հաշվի առնելով այս հիբրիդային պատերազմը, Ռուսաստանի փորձերը կանխատեսել, այսպես ասեմ, ընտրությունների արդյունքները, որոնք չեն ստացվել ակնհայտ կերպով, այս ամենը փոփոխությունների բերելու է, ազդեցությունը մեծանալու է Եվրամիության եւ ԱՄՆ-ի Հայաստանում ընտրություններից հետո։ Ես վստահ չեմ, որ այդ ազդեցության աճը տեսանելի կլինի։ Բոլոր դեպքերում Եվրամիությունն էլ շատ լավ, կարծում եմ գիտակցում է, որ Հայաստանի դերը ամբողջական կլինի, եթե թրիպը սկսի աշխատել, իսկ այդ թրիպի աշխատանքը կախված է նրանից, թե Միացյալ Նահանգները որքանով արագ կլուծեն տեխնիկական հարցերը եւ աշխատանքային վիճակի կբերեն այդ հաղորդակցության ուղիները մեղրիով, սա մի կողմից, բայց դա փոխկապակցված է Միացյալ Նահանգների Իրան հարաբերությունների հետ, այսինքն բոլոր դեպքերում Իրանի հետ կապված զարգացումներն են որոշիչ լինելու Հայաստան Միացյալ Նահանգներ, Հայաստան Եվրամիություն եւ Ռուսաստան հարաբերությունների մեջ։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Մելիքյան։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը։ Մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը։ Մեր եթերը շարունակվում է, իմ հյուրն է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Բարև ձեզ։ Ընտրությունները ավարտվեցին, այդ փուլն էլ կարծես թե հաջողությամբ անցան, եւ այսօր այն հիմնական հարցերից մեկն է, որը ինձ անհանգստացնում է, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դա Հայաստանի Հանրապետության ապագա այս 5 տարվա ընթացքում առնվազն արտաքին քաղաքականությունն է։ Ես առաջարկում եմ մեր սրույցի առաջին հատվածը, առաջին մասը խոսենք այդ մասին։ Ձեր կարծիքով այս փոփոխությունները խորհրդարանում, իսկ որոշակի փոփոխություններ քանակային այնուամենայնիվ եւ ոչ որակային, ցավոք, կան։ Բերելու են ինչ-որ փոփոխությունների արտաքին քաղաքականության մեջ, հաշվի առնելով, որ կարծես թե իշխանության հնարավորությունները որոշում ընդունելու մի փոքր առնվազն նվազել են։ Նախ պիտի նշենք, որ այս նոր քաղաքական փուլը, որը որ իրականում դեռ չի սկսվել, բայց այդ գործընթացում է եւ կարծում եմ այդ ասենք քաղաքական փուլը ավելի
հստակություն մենք կստանանք այս օգոստոսի վերջ, սեպտեմբերի սկզբին, երբ որ արդեն թվում է թե բոլոր հավասար պայմանների դեպքում արդեն կձևավորվեն եւ կառավարությունը եւ կառավարության անդամները եւ այլն, հնարավորություն կտա առաջերտին Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից սկսել արտաքին քաղաքականության հայցակարգային մշակումը։ Ես նշեմ, որ այս պահին մենք կարանք ասենք, որ Հայաստանը իր անկախ պետականության 30 տարվա, մոտավորապես 35 տարվա ընթացքում միջ այս պահը երբեք չի ունեցել որևէ առանձին փաստաթուղթ, որը որ ձևավորում է կամ հայցակարգային ներկայացնում արտաքին քաղաքականություն, այսինքն արտաքին քաղաքականության դոկտրին, կոնցեպտ, կարևոր չի փաստաթուղթը ոնց է նշվում, մենք ունեցել ենք եւ այս պահին ունենք ազգային անվտանգության ռազմավարություն, որտեղ որ արտաքին քաղաքական էլեմենտը անվտանգային, պաշտպանական, ընդհանուր քաղաքական զարգացման, տեսլականներ, ասենք, հակամարտությունների, տարածաշրջանների մասին այս կամ այն ձևով ձևակերպված են, բայց կրկնում եմ, առանձին փաստաթուղթ չունենք եւ այդ առումով կարծում եմ դա նաև այս նոր քաղաքական սեզոնը լավ հնարավորություն է վերջապես նաև հայցակարգային մշակված մի փաստաթուղթ այստեղ ունենալ։ Դա երկար մասնագիտական խոսակցություն, թե ինչ ձևաչափ պիտի ունենա, ինչ բաղադրիչներ, բայց դա առաջինն է։ Երկրորդը նաև այո, այս քաղաքական, ներքաղաքական համապատկերը, որը որ նաև կարևոր է այն տեսանկյունից, որ Հայաստանը իսկապես հանդիսանում է պարլամենտական հանրապետություն եւ նաև 3 խորհրդանական ուժերի ներկայությունը, ես այսօր առավոտը չեմ նայել նորությունները, դեռ 3-ն են, չէ՞, վերջնականապես հուսամ։ Այո, դեռ մի վերջնական պարզ չէ։ Այո, բայց համենայն դեպս դա բնականաբար բերում է ինչ որ արտաքին քաղաքական եւ աշխարհակական համատեքստ իդեպ ավելի տեսանելի, քան մենք ունեցել ենք նախորդ տարիներին, որովհետեւ նաեւ այս ընտրությունները մենք ձեզ հետ քննարկել ենք, այս ընտրությունները եւ թե եզակի են, որովհետեւ որ արտաքին քաղաքական գաղափարախոսական էլեմենտը ամենակարևոր էլեմենտներից մեկն էր նախընտրական դիսկուսիայի։ Այդ էլեմենտը նաև կշարունակվի ընտրություններից հետո տարբեր քաղաքական, աշխարհակաղակական դիրքորոշումների պահով եւ դա նույնպես առնվազն, եթե ոչ պրակտիկ, այլ ասենք դիսկուրսի խոսույթի քաղաքական հայտարարությունների առումով նույնպես ավելի տեսանելի կլինի, քան դա եղել է նախորդ տարիներին։ Եվ երրորդը սահմանափակումներ կլինեն, թե չէ, կարծում եմ ակնհայտ է, որ որոշ այդպես կոչված սահմանադրական սահմանափակումներ կարող է լինեն այդ սահմանադրական փոփոխություններ անելու առումով, չնայած որ կան այնտեղ նաև այլ տարբերակներ, բայց քաղաքական առումով դա բավականին դժվար կլինի, հասկանալի է, որ մի կողմից գործող իշխանություններին դժվար կլինի թվում է թե գոնե այս սկզբական փուլում առաջ քաշել այդ սահմանադրական բարեփոխման հնարավորությունը, այդ թվում նաև իր արտաքին, ասենք, դերակատարների հետ որոշ տարածաշրջանը, մյուս կողմից էլ նաև բավականին, ասենք, տրամաբանական նաև պատճառաբանություն կունենան, ինչի դա տեղի չունենամ, հաշվի առնելով նաև բավականին տոքսիկ, այդ թեմայի տոքսիկ ըմբռնումը Հայաստանի ներքաղաքական դաշտում, այսինքն այստեղ մի կողմից իշխանությունների գործը դժվարանում է, մյուս կողմից շատ տրամաբանական զսպող արգումենտ է հայտնվում, որը 3/4-ի բացակայությունը ձայների, սրա մասին է խոսքը։ 2/3-ի։ 2/3-ի կներեք, հա։ Դրա բացակայությունը մի կողմից դժվարացնում, մի կողմից այո, չնայած որ կան ինչ-որ ֆորմալ ձևեր 300,000 ընտրողներ եւ այլն, բայց հասկանալի որ քաղաքական եւ տեխնիկական առումով դա ավելի դժվար կլինի, քան խորհրդարանի այդ բացարձակ 2/3-ի ներկայությունը կամ բացակայությունը։ Այսինքն ես ճիշտ եմ ձեզ հասկանում, որ մեծ է հավանականությունը, որ այդ 2/3-ի բացակայության պայմաններում իշխանությունը ուղղակի կարող է եւ մեծ է դրա հավանականությունը չգնալ այդ հանրաքվեի եւ կարող է ունենալ տրամաբանական բացատրություն, ինչի այս պայն ինքը չի կարող դրան գնալ։ Որն է դա։ Քանի որ չունեն այդ համադրական այն ամենա անհրաժեշտ քանակը այդ 2/3-ը ապավել, որովհետեւ դժվար է թե պատկերացնել գոնե սկզբնական փուլում, որ երկու ընդդիմադիր ուժերը միանան իշխող ուժին այս հարցում։ Նույնիսկ եթե հիմա մենք թեորիայի մասին ենք խոսում, թեորիայի հարթության,
ինքը այդ հնարավորությունը ունենա պայմանավորվելու, ինչ որ քաղաքական մանևրեր անելու, ապահովելու դրա այդ թիվը։ Նույնիսկ այդ դեպքում գոնե այս սկզբնական հետ անմիջապես հետատրական քաղաքական իրականությունում ես դժվար եմ պատկերացնում, թե պրակտիկ իշխող ուժը այդ հնարավորությունը կունենա թե չէ, որովհետև չմոռանանք նաև այդ թեզը, այդ ասենք համադրական բարեփոխումների բացակայությունը կամ բացառումը դա հանդիսանում էր երկու այս հիմնական ընդդիպադիր ուժերի քարոզչական հենքերից մեկը։ Տեսեք, պարոն Մինասյան, մենք երբ խոսում ենք հանրաքվեի մասին սահմանադրական, մենք միշտ նկատի ունենք առաջին հերթին այն պահանջները, որը Ադրբեջանը բերել է եւ դրել է մեր առջեւ կապված անկախության հռչակագրի դուրսբերման հետ այդ փաստաթղթից եւ այդ ուղղությամբ ենք դիտարկում, բայց չէ որ եթե դա դնենք մի կողմ, հա, մենք էլ շատ լուրջ խնդիրներ ունենք, այդ սահմանադրությունը, որը կարված է եղել կոնկրետ մեկ մարդու հակով, Սերժ Սարգսյանի հակով եւ որը շատ լավ հակել է Նիկոլ Փաշինյանը եւ կրում է այդ կոստյումը, այնտեղ կան բազմաթիվ հակասություններ, դա ես չեմ ասում, դա մասնագետներն են ասում, ես սահմանադրագետ չեմ, բազմաթիվ խնդիրներ, երկընթերցման համար հիմքեր, առիթներ եւ տպավորություն է ստեղծում, որ Հրայր Թովմասյանը երբ դա գրել է, հատուկ է այնպես արել, որպեսզի մենք դատարանը ոնց է լինում, երբ որ կողմերը մտնում են ինչ-որ պոլեմիկայի մեջ եւ չեն կարող դուրս գալ միտեղ, որովհետեւ օրենքում կան տարընթերցումների հստակ նախադրյալներ եւ կետեր։ Հիմա նույն բանը ստեղ է, արդյոք մեզ պետք չի որպես պետություն, որպես պետականություն, իշխանություն դնենք մի կողմ, Ալիևին դնենք մի կողմ։ Այդ հանրաքվեն անենք եւ այդ չնայած չենք էլ տեսել այդ ամբողջ փաստաթուղթը, որպեսզի այդ խնդիրները գոնե ինչ-որ չափով կարգավորենք։ Բայց դրա հետ ինչ անենք, եթե չենք գնում հանրաքվեի։ Նախ ձեր առաջարկով մենք քննարկում ենք արտաքին բաղադրիչը եւ այդ համադրական բարեփոխումները։ Հիմա դա էլ արտաքին այդպես է ստացվում։ Դե ամենակարևոր ամենաառանցքային արտաքին բաղադրիչը դա այն ինչ որ կապված է, ասենք Ադրբեջանի դիրքորոշումների հետ կապված։ Ինչ վերաբերում ձեր ասած մնացած դրույթների հետ, ապա տեսականորեն ձեզ հետ համաձայն լինելով ես չեմ կարծում, թե պրակտիկ առումով այլ հավասար գործոնների դեպքում ինչի այս իշխող կուսակցություն, ինչպես նաև իր տեղը յուրաքանչյուր այլ իշխող կուսակցությունը պիտի ցանկանար փոխեր այն դրույթները, որոնք որ բավականին կոմֆորտ հնարավորություն է տալիս իշխելու, կառավարելու եւ գործելու ներկայիս Հայաստանի ներքաղաքական մթնոլորտում։ Ուղղակի մի օրինակ բերեմ, այս ընտրությունների վիճակը, հետընտրական վիճակը մեկ մասնագետ չկա, մասնագետ, որը հստակ ձևակերպի իշխանությունը այս ձայների դեպքում ինչ իրավունքներ ունի, ինչ հնարավորություններ ունի եւ ինչ չի կարող անել, ինչ կարող է անել, ինչ չի կարող անել։ Որտեւ այդ սահմանադրությունը, այդ օրենքները այնպես են գրված, որ նույնիսկ մասնագետները չեն կարող դա անել։ Եվ հստակության կարիք կա, կարծում եմ, որպեսզի այս իրավիճակը, որը մենք այսօր ունենք, անորոշության գոնե մյուս ընտրությունների ժամանակ 31 ընտրություններին չլինի։ Դուք շատ լավ գիտեք, որ ասենք Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, եվրոպական արևմտյան շատ երկրների եւ ոչ միայն արևմտյան երկրների համադրությունները մշտական ձևափոխման գործընթացում գտնվում, որովհետեւ հասկանալի է, որ յուրաքանչյուր նմանատիպ ժամանակը թելադրում է։ Այո, ինքը ստեղծվել է, գրվել է, ընդունվել է մի այլ հասարակական, քաղաքական աշխարհակաղակական մթնոլորտում, իսկ կյանքը շարունակվում, բնականաբար փոփոխություններ են լինում եւ ամեն մի փոփոխություն դա նաեւ եւ քաղաքական անհրաժեշտության եւ քաղաքական սահմանափակումների այդ ճանապարհով անցնում է։ Մեր դեպքում պարզապես մենք պիտի հասկանանք, որ այս սահմանադրական բարեփոխումների ասենք ակտիվացումը ուզենան թե չուզենան իշխանությունները, քաղաքական ուժերը կամ առանձին մասնագետները ներկայացնել, որ դա մեզ առաջերտի մեզ է պետք, ոնց որ մեր ներքաղաքական զարգացման եւ այլն, բայց բոլորը դա անցալում են առաջերտին որպես Ադրբեջանի այդ մոտեցումների արձագանքնելու ինչ որ մի փորձ։ Պարոն Մինասյան, ենթադրենք հանրաքվեն չենք անցկացնում կամ անցկացնում ենք ավելի վատ տարբերակ ասեմ, ժողովուրդը ասում է ոչ։ Ադրբեջանները ասում է ես չեմ ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Արդյոք սա մեզ համար, Հայաստանի համար անհաղթահարելի նշանակություն ունեցող իրավիճակ է, դեպք է, եթե դա տեղի ունենա։ Ես կարծում եմ, որ դուք էլ կհամաձայնվեք, որ եթե նույնիսկ մենք անցկացնեինք այն համադրական բարեփոխումները այն ձևով, ոնց որ
ասենք պատկերացնում են մեր որոշ հարևանները, ցանկության դեպքում տարբեր այլ դրդապատճառներ եւ պատճառներ կարող են գտնվեն, թե ինչի այս գործընթացը պիտի ձգձգվի կամ չգա իր վերջնական կետին իրավական, ասենք, խոսքին պայմանավորության ինչ-որ մի էտապին։ Եվ այս պայմաններում ես կարծում պատասխանն այն է, որ մենք պիտի փորձենք այս խաղաղության գործընթացը, որը որ իդեպ նաև օգոստոսյան Վաշինգտոնյան այս փաստերով միացված է, միգուցե եթե ոչ անջատենք, այլ պարզապես տարբեր, ասենք multi-speed, ոնց որ ասում են, տարբեր, ասենք աստիճաններով առաջ քաշենք, ասենք տարածաշրջանային կոմունիկացիոն գործընթացները եւ տարածաշրջանային անվտանգության գործընթացները։ Հասկանալի է, որ դա հեշտ չի լինելու, բայց համենայն դեպս մեր միակ այս առումով տեսանելի այլընտրանքը կարա լինի դա։ Այսինքն արդյոք մենք կարողանանք այդում նաև երկկողմ Միացյալ Նահանգները Հայաստան շրջանակներում դա առաջ քաշել, արդյոք երկկողմ Հայաստան Եվրոմիություն գործընթացը, որը որ իր էությամբ երկկողմն մենք կարանք որոշ չափով արագացնենք հաշվի առնելով նաև ստրուկտուրալ այն սահմանափակումները բնական, որոնք որ կան, մենք գիտենք դրա մասին, արդյոք մենք կարանք պահպանենք որոշ ձևով ինչ-որ մոդուս օպերանդի եւ մոդուս վիվենդի Ռուսաստանի Դաշնության հետ նույնիսկ այս դժվարացած քաղաքական մթնոլորտում փորձելով պահպանել նաև որոշ տնտեսական, մաքսային ինչ-որ առավելություններ, որոնք մենք ունենք, արդյոք մենք նաև այս բավականին դժվար աշխարհակաղակական իրավիճակում նաև կարանք գոնե սիմվոլիկ առաջխաղացում, օրինակ ապահովենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունը եւ այլն։ Մենք այս կարճ ժամանակահատվածում նախընտրական տեսանք, որ Ռուսաստանի ելակա ծիրանա լոլիկային խաղերը բերեցին նրան, որ մեր հարաբերությունները Եվրամիության հետ եւ առանձին երկրներն սկսեցին շատ ավելի արագ զարգանալ։ Մենք տեսանք, որ Լեհաստանը որոշեց գնել մեր ծիրանը, Գերմանիան մեր ելակը եւ այլն եւ այլն եւ այլն։ Ըստ ձեզ ընտրություններից հետո այս տենդենսը պահպանվելու է, թե ամեն ինչ ավարտվելու է, արդեն ռազմավարական մակարդակով, այսինքն քաղաքական մակարդակով, այս բոլոր հաջողությունները, այսպես ասեմ, որոնք մենք ունեցանք այս հատվածում, պայմանավորված Ռուսաստանի գործողությունով, դա պահպանվելու է, թե սա ինչ որ միանգամյա ակցիա էր եւ դրանով ամեն ինչ կավարտվի։ Դու գիտեք, որ մասնագիտական առումով ես բավականին խոր այս բանից զբաղվում եմ նաև Հայաստան Եվրոմիություն համագործական տարբեր ոնց որ ձևաչափերով եւ մենք պիտի հասկանանք մի շատ կարեւոր հանգամանք։ Նախընտրական շրջանում մենք ունեցանք իսկապես աննախադեպ տեսանելի, ոնց որ կարելի ասել վիզուալիզացիա Հայաստան Եվրոմիություն հարաբերություններ, միգուցե հետընտրական շրջանում նաև Ռուսաստանին ոնց որ արձագանքելու առումով մենք նույնպես կունենանք ավելի, ասենք, public, ավելի հրապարակային որոշ գործողություններ եւ զարգացումներ, բայց Հայաստան ԵՄ գործընթացը դա ինստիտուցիոնալ գործընթաց է, դա պարզապես քաղաքական գործընթաց չի։ Քաղաքական գործընթացում հայտարարություններ, ինչ որ ժեստեր, ինչ որ քայլեր կարևոր են, իսկ ինստիտուցիոնալ համագործակցության դեպքում պետքա անել բարեփոխումներ, պետքա իրավական, քաղաքական, տեխնիկական եւ այլ ոլորտներ ավելացնել։ Եվ այստեղ ես կարծում եմ մի անգամ նույնպես ասել է, մենք միգուցե փաստացի ունենանք որոշ հրապարակային հետդարձ նույնիսկ Հայաստանի հայտարարությունը, թե իհարկե Ռուսաստանը չափից ավելի չճնշի, որովհետև հիմա արդեն ժամանակն է հատկապես հետընտրական Հայաստանում փորձել անցկացնել շատ խորը, երբեմն ցավալի ինստիտուցիոնալ բարեփոխումներ, առանց որի հնարավոր չի Հայաստան ԵՄ հարաբերությունները բերել այլ քաղաքական եւ տեխնիկական մակարդակ։ Եվ այդ առումով ես կարծում եմ մենք եւ մյուս կողմից էլ նաեւ այն հանգամանքը, որ իշխող կուսակցությունը ստացել է նոր քաղաքական մանդատ, դա որոշ չափով նաեւ մասնակի կարտ բլանշ է տալիս իշխող կուսակցությանը նաեւ ցավալի ներքին ռեֆորմների մեջ մտնել։ Դա երկար տեխնիկական քննարկում է, բայց ես պիտի ասեմ, որ մենք պիտի չափից ավելի ասենք օպտիմիզմի մեջ չընկնենք, հասկանանք, որ դա եւ նաեւ այդ ճանապարհը միշտ չի որ ոնց որ այդ ասենք
նույն արագությամբ եւ նույն հարթությամբ գնում է, օրինակ հիշենք Վրաստանի օրինակը։ Այստեղ մենք պիտի հասկանանք, որ Հայաստան-ԵՄ գործընթացը դա ինստիտուցիոնալ ցավալի բարեփոխումների գործընթաց է եւ երբեմն այն, որ ինքը այդքան էլ տեսանելի չի, բայց ինքը իրագործումը ավելի էֆեկտիվ կարող լինի, քան ամեն անգամ փորձել քաղաքականացնել, հրապարակայնացնել, դրան պատասխան ստանալ նաև այլ ոնց որ ճամբարից համապատասխան արձագանքներ, որոնք որ որևէ բան չեն փոխելու, որովհետև ինստիտուցիոնալ գործընթացները ԵՄ-ի հետ համագործակցությամբ իրանք ունեն չափանիշներ, որոնց Հայաստանի եւ նաև մեր գործընկերների ապավելու դեպքում մենք միայն կարող բարձրանանք ինտեգրման նոր փուլ կամ նոր կարգավիճակ։ Պարոն Մինասյան, շատ հետաքրքիր ուղղությամբ տարակ դուք մեր զրույցը, ես հենց այդ մասին եմ ուզում խոսեի, բարեփոխում բառը շատ լավ է հնչում, բայց մենք բոլորս հասկանում ենք, այդ թվում առաջին հերթին դուք, որ զբաղվում եք այդ հարցով, որ բարեփոխումը հիմնականում դա ցավալի է լինում հասարակության համար, ժողովրդի համար, որովհետև ամեն ինչի համար պետք է վճարել։ Այսպես ասեմ, գոտիները շատ դեպքերում պետք է ձգել։ Եվ հասարակությունը հասկանալի պատճառներով դա շատ նեգատիվ, լույսի ներքո է ընկալելու եւ իհարկե այն անդիմությունը, որ արդեն ծավալելու է խորհրդարանում, իսկ այն ծավալելու է խորհրդարանում, դա օգտագործելու է, որպեսզի գեներացնել ինչ որ բողոքներ, դժվարացնել այս գործընթացը, հաշվի առնելով նաեւ նրա ռուսամետ բնույթը։ Դուք հենց դա նկատի ունեք, երբ ասում եք, որ մենք նույնիսկ կարող ենք հետդարձ ունենալ Եվրամիության հետ մեր հարաբերությունները։ Առնվազն հրապարակային մակարդակով ես կարծում եմ մենք որոշ հետդարձ կարանք ունենանք, եթե իհարկե այդ աշխարհակական քաղաքական հնչողությունը ԵՄ-ԵԱՏՄ չստիպի նույնպես Եվրամիությունից որոշ չափով ակտիվացնել այս գործընթացը, բայց ելի եմ կրկնում քաղաքական մոտիվացիա առումով ինստիտուցիոնալ տեխնիկական մակարդակով բեց ցանկության դեպքում նույնիսկ ԵՄ կառույցները չեն կարող արագացնել եւ մենք չենք կարող այն գործընթացը, որը որ առնվազն պահանջում է 2-3 տարի, օրինակ վիզաների լիբերալիզացիան, մենք կատարենք կես տարվա ընթացքում։ Պարզապես ֆիզիկապես դա հնարավոր չի։ Եվ դա նույնպես ոչ միայն վիզաները, որովհետեւ շատ այլ ոլորտներին է վերաբերվում, օրինակ SEPA-ն այն փաստաթուղթն է, որը որ գիտեք երկար տարիներ մենք քննարկել ենք որպես այլընտրանք ասոցիացիան այդ համաձայնագրի եւ դուք հիշում եք, որ դա ստորագրվեց ասոցիացիան պայմանագրի չեղարկումից հետո 4 տարի հետո 2013 թվականի այդ սեպտեմբերի 3-ից հետո մինչև 17 թվականի նոյեմբերը տևեց հաստատի 4 տարի։ SEPA-ն այս պայն իրավական որևէ այլ փաստով փոխելու, որը որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հիմքն է, մենք հնարավորություն չունենք։ Մենք կարանք ռազմավարական օրակարգեր ընդունենք, մենք կարանք ռազմավարական համագործակցության հայտարարություններ ընդունենք, մենք կարանք այդ հայտարարությունների ինչ որ լրացուցիչ փաստաթղթեր ընդունենք, բայց իրավական հիմքը մնում է SEPA-ն, որը ստորագրվել է 17 թվականին։ Մենք չունենք այս պայն տեսանելի հնարավորություն, որ կես տարվա մեջ կամ մի տարվա մեջ ունենանք ինչ որ մի փաստաթուղթ, որը որ կարա փոխարինի SEPA-ին, որը որ իդեպ նաև իր բազմազանությամբ եւ համապարփակ իսկապես փաստաթուղթ լինելով իրականում շատ մեծ նաև հնարավորություններ է տալիս եւ ներքին խորքային ասենք բարեփոխումների եւ նաեւ Հայաստան-ԵՄ շատ տարբեր ոլորտային ասենք գծերով առաջ գնալ եւ SEPA-ի հնարավորությունը իրականում եւ մենք եւ մեր եվրոպական գործընկերները այդքան էլ լիակատար այդ հնարավորությունը դեռ չենք օգտագործել։ Պարոն Մինասյան, եթե մենք լիակատար օգտագործենք այն հնարավորությունները, որը ունենք եւ Բրյուսելը օգտագործի առանց քաղաքական кейսի մոտավոր, շատ մոտավոր, ինչքան ժամանակ է մեզ պահանջվում վիզայի ազատականացման համար եւ ինչքան ժամանակ է մեզ պահանջվում այդ փաստաթուղթը ստորագրելու տնտեսական ասոցիացիան համաձայնագրի տնտեսական մասը եւ ինչքան ժամանակ է պահանջվում, որպեսզի մենք դառնանք Եվրամիության անդամ։ Գիտեք, ես ավելի հստակ թես երևի թե հուլիսի սկզբներին դա ներկայացնում, որովհետև նաև մենք հիմա Կոնրադ Ադենաուր հիմնադրամի հետ մեկտեղ, որի հրաժարագիտ աշխատողն եմ ես նաև հանդիսանում, մենք նոր զեկույց ենք պատրաստելու հենց այդ թեմայի մասին, որը որ պիտի ասած իմաստը ինչ է Եվրամիությունը նշանակում Հայաստանի համար։
Միջև այդ մենք ներկայացնում ենք եվրոպական ավելի շատ աուդիտորիային Հայաստանի նշանակությունը ԵՄ-ի համար։ Բայց եւ այդտեղ նաեւ այդ ոնց որ ժամանակահատվածները մենք կփորձենք ավելի հստակեցնենք, բայց ձեր հարցին նաեւ ավելի կոնկրետ պատասխանելու առումով ամենաօպտիմիստական տարբերակով 2.5 տարի վիզաների լիբերալիզացման համար, իսկ նոր փաստաթուղթ, որը որ կարանք անվանենք ասոցիացման համաձայնագիր կամ կարանք համարենք ընդլայնված կամ ավելացրած SEPA, դա կարող լինի փաստաթուղթ, որը որ 3-4 տարվա ընթացքում լինի։ Եթե իհարկե տեղի չունենան այն մակարդակի աշխարհաքաղաքական, ասենք, գործընթացներ, հենց ԵՄ-ի ներսում եւ հետխորհրդային տարածքում, որտեղ օրինակ, ասենք, նույն Ուկրաինայում 30 թվին եթե ընդունեն, ինչը որ լուրջ խնդիր է, կամ եթե ընդունեն ինչ կարգավիճակով կընդունեն, դա կարա արագացնի նաև, ասենք, ԵՄ-ի արևելյան պերիֆերիայի կամ արևելյան գործընկերության այլ, ասենք, հարևանների հետ գործընթացները եւ հակառակը մենք նաև պիտի հաշվի առնենք, որ աշխարհական փոփոխությունները կարան եւ դրական եւ բացասական ձևով ազդեն ընդհանուր ԵՄ ընդլայնման այդ առաջնահերթությունների վրա։ ԵՄ-ի ընդլայնման առաջնահերթությունների մասով ժամկետ չեք նշում Հայաստանի։ Դա տարիների, եթե ոչ տասնամյակների հեռանկար է իրատեսական առումով, եւ դա ոչ միայն դեպ Հայաստանին է վերաբերում, ես այդ նույն ժամկետները կարամ ասեմ նույնիսկ որոշ դեպքերում կիրառելի է նաեւ մեր արևելյան գործընկեր այն երկրների համար, որոնք որ այն նույնիսկ ունեն տեխնացու կարգավիճակ, խոսքը Մոլդովա, Ուկրաինայի կամ Վրաստանի մասին է խոսքը։ Տեսեք, պարոն Մինասյան, այնպես է ստացվել, որ Ռուսաստանը ամեն ինչ արեց, որպեսզի նույն մեր արտահանման խնդիրները, որը մենք ունենք, շատ ավելի արագ լուծվեին Եվրամիության օժանդակության միջոցով, այն դեպքում, եթե դա տեղի չունենար նախընտրական շրջանում, մեր արտադրողները եւ արտահանողները հիմա լուղտի ականջում քնած էին, իսկ այդ նույնը գնում էր Լարսում եւ այնտեղ խնդիրներ էր ունենալու արտահանված նույն ելակը կամ չգիտեմ ծաղիկը։ Հիմա որքանով է ըստ ձեզ, դա էլ փորձեն գնահատել, բարձր հավանականությունը, որ Ռուսաստանը շարունակելու է շանտաժի քաղաքականությունը, որը բերելու է նրան, որ Բրյուսելը սկսելու է դիտարկել Հայաստանի հետ հարաբերությունները խորացված օրակարգով, արդեն քաղաքական պրիզմայով։ Դեք որոշ հայտարարություններ եվրոպական շուկա մտնելու հնարավորությունների մասին հայկական ապրանքների ես լսել եմ, միգուցե ինչ որ գործընթացներ կա, բայց ավելի առարկային այդ հարցին մենք կարծում եմ պիտի անդրադառնանք աշնան, երբ որ պարզ կլինի դա աշխատում է թե ոչ։ Երբ որ տվյալներ լինեն։ Տվյալներ, պրակտիկ գործընթացներ եւ այլն, այսինքն այս բան ես նաեւ չհանդիսանալով տնտեսագետ կամ այդ ոլորտի մասնագետ չեմ կարող պատասխանել։ Կներեք մի բան ասեմ, ես ճանապարհ փակող ելակի արտադրող կամ ծաղկի արտադրող դեռ չեմ տեսել, դա էլ պետք է ֆիքսենք։ Իսկ դա միանգամից լինելու է, եթե դե համենայն դեպս մենք այդ գործընթացները դեռ ոնց որ նախնական փուլում է, ինչ վերաբերում է իսկապես մենք արագացված եւ պարզեցված այդ հնարավորությունը կունենանք մեր ամբողջ գյուղատնտեսության, ասենք, սեկտորի հայտնվելը ԵՄ շուկայում թե ոչ, դրան մենք անդրադառնանք աշնանը, իսկ ձեր հարցի մյուս մասին, որը որ վերաբերում Ռուսաստանի արձագանքներին եւ հնարավոր քայլերին, ասեմ, որ մի կողմից մենք տեսանք վերջի տասնամյակներում, որ բազմիցս Ռուսաստանը փորձել է այս լծակը տնտեսական, ֆինանսական, էներգետիկ սահմանափակումների օգտագործել գրեթե բոլոր իր հետխորհրդային, ասենք, գործընկեր եւ հարևան երկրների հանդեպ, խոսքը ոչ միայն Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի մասին է, Բելարուսը, Հայաստանը, Ադրբեջանը, նաև որոշ չափով տեսականորեն կենտրոնական Ասիան, Ուզբեկստանը վերջի ժամանակահատվածում անցել են այդ ճանապարհով։ Եվ իրականում դա լիովին էֆեկտիվ չի եղել, բայց էֆեկտիվության ինչ որ էլեմենտներ կա կապված այդ երկրի, ասենք, ներքին իրավիճակից, տնտեսական եւ քաղաքական։ Ավելի ռադիկալ դեպքերում, երբ որ, ասենք, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի դեպքում ինչ որ մի этаպում պարզապես քաղաքական արճակատում էր, այդ լծակները չէին աշխատում, բայց այդ լծակները ունեին հնարավորություն որոշ չափով
ակումուլյացիա անել այդ լարվածությունը։ Այսինքն օրինակ բերեմ Սաակաշվիլի Վրաստանի ժամանակ դա չաշխատեց, բայց դա միգուցե ստեղծեց որոշ շրջանակներ, որոնք որ ակտուալ դարձան Իվանիշվիլի ժամանակվա Վրաստանի համար եւ նաեւ հատկապես ներկայիս Իվանիշվիլի, ասենք, Վրաստանի համար դա ասենք իրանց վերլուծական քաղաքական մոտեցումներում հաշվի առնում, այսինքն մենք դա պիտի նույնպես այդ տեսանկյունից գնահատենք, արդյոք Հայաստանի դեպքում մենք կտեսնենք կտրուկ ամենաբարդ, ասենք, սահմանափակումների սցենարը ես չեմ կարող ասել, դա նաև իրականում չափազանց մեծ հարց է եւ կախված է նրանից, թե արդյոք Հայաստանի արդեն նոր կառավարությունը կկարողանա հնարավորինս շուտ քաղաքական երկխոսություն վերականգնել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ եւ փորձել այդ հարցը ոչ թե կոնֆրոնտացիոն, այլ ինչ որ փողզիչումային ինչը արվում է, ինչի փորձերը արվում են։ Հենց ես դրա մասին եմ խոսում, որովհետեւ դրանից է մեծամասամբ կախված, արդյոք մենք կունենանք ամենաբարդ իրավիճակը, որը որ ոչ միայն բնականաբար գյուղատնտեսական ապրանքներն են, բայց նաև, ասենք, էներգետիկ, ասենք, բաղադրիչն գազի եւ նավթի գները, դա, ասենք, աշխատաուժի շուկան է, դա այն ամբողջը, որը որ անմիջապես եւ բավական լուրջ կարող ազդի Հայաստանի ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Բնականաբար այստեղ դեռ այդ գործընթացը ավարտված չի, ավելին այդ գործընթացը դեռ նոր սկսվում է եւ դեռ նայենք թե ինչ արդյունքների դա կբերի։ Ես ավելի հստակ պատասխան այս բանին չունեմ, որովհետև ես չգիտեմ թե այդ երկխոսությունը սկզբնական փուլում կամ հետագայում ինքը էֆեկտիվ կլինի, թե ինքը սկզբում էֆեկտիվ չի լինելու, հետագայում ինչ որ կարմիր գծեր չանցնելու դեպքում կողմերը կարան ինչ որ համաձայնության գան, թե մենք կունենանք ամենաբացական եւ ամենադժվար տարբերակը։ Պարոն Մինասյան, ճիշտ կլինի նշել, ֆիքսել, որ Հայաստանի եվրոինտեգրման դեպի Եվրամիություն ճանապարհը մեծապես կախված է Ռուսաստանի դիրքորոշումից, այսինքն որքանով Ռուսաստանը կփորձի դրան խոչընդոտել, այնքանով այդ գործընթացը արագ կգնա։ Ոչ, այդ Հայաստանի ԵՄ գործընթացը առաջերտին կախված է մեր ունակությունից, ներքին ցավալի։ Ես նկատի ունեմ քաղաքական կոմպոնենտը, որի մասին մենք խոսեցինք։ Կոմպոնենտը խոսեցինք։ միգուցե, բայց քաղաքական կոմպոնենտը դա բավարար չի։ Քաղաքական կոմպոնենտի մեջ նաև պիտի մտնի քաղաքական կամք, ասենք, իշխող կուսակցության, իշխող ուժի եւ հասարակության մի մասի գնալ ցավալի բարեփոխումների ոչ հեշտ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական շրջանակներում, բայց այլ տարբերակ չկա։ Իսկ մեր հասարակությունը դες պատրաստ է այդ ցավալի բարեփոխումներին։ Եվ ամենակարևորը ի դեպ, հասարակությունը դնենք մինքում։ Իշխող ուժը, կառավարությունը դրան պատրաստ է։ Իշխող ուժը, եթե իմանա դրա նշանակությունը եւ եթե դա բացատրվի, միգուցե պատրաստ կլինի։ Այստեղ իրականում ես պիտի նշեմ, որ ամենալուրջ խնդիրը, որը որ կա Հայաստան ԵՄ համագործակցության առումով երկարաժամկետ կրվածքով, դա այդպես կոչված ռազմակարգավարական կոմունիկացիայի բացակայություն, այսինքն մենք ունենք եւ հասարակությունը իր հերթին, քաղաքական էլիտան, փորձագետները, քաղաքական գործիչները ամեն մեկը մի պատկերացում թե ԵՄ գործընթացը ինչ է նշանակում, բայց մենք շատ քիչ պատկերացում ունենք թե իրական հնարավորություններն ու հասարակությունում կա մարդկանց զանգված, որոնք կարծում են, որ դեպի ԵՄ ճանապարհը նշանակում է, որ մենք երբ ուզենք կարող գնանք Եվրամիություն, երբ ուզենք գանք եւ վերջ։ Դուք հասկանում եք, չէ՞, որ նույն այդ վիզա լիբերալացման գործընթացը, օրինակ, իր մեջ շատ կապված է, ասենք, իրավապահ մարմինների գործունեության հետ։ Սահմանների կառավարման հետ կապված է, օրինակ, արդյոք այդ բժշկական ապահովության գործընթացը էֆեկտիվ կլինի թե չէ, եւ այդ դեպքում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան մեծամասամբ այդ բժշկական ծառայությունները Հայաստանում անել, այլ ոչ թե բժշկական туриզմի համար գնալ, ասենք, Ֆրանսիաներում եւ Գերմանիայում։ Հասկանում եք, չէ՞, որ այդ բոլոր գործընթացները այնքան կապված են, որ պարզապես նախընտրական կամ հետընտրական հայտարարություններով մի կողմից, մյուս կողմից ինչ որ երազների մասին պատմել, որ Եվրամիություն լինելը դա առանց վիզայի գնալը եւ լավ ապրելը, իրականում դա շատ
դժվար, ցավալի եւ քաղաքական եւ ոչ միայն քաղաքական գին ունեցող գործընթացներ եւ իրականում դա ամենակարևոր խնդիրը եւ այստեղ ես կրկնվում եմ, բայց դա կարևոր է հետընտրական ներկայիս փուլը միգուցե ստեղծում է եզակի կամ ամենալավ հնարավորություն նաեւ քաղաքական իշխանություններին վերցնել քաղաքական պատասխանատվություն եւ փորձել գնալ այդ ցավալի միշտ ոչ միշտ անգամ նաև ցանկալի ինչ որ բարեփոխումների իդե բարեփոխումները այնպեսին որ դա պիտի լինեն համապարփակ դու չես կարող նույն այդ վիզա լիբերալիզացման առումով ինչ որ մի ձևով բարելավես ասենք դատարանների եւ ասենք ուժային կառույցների գործողությունը բայց կոռուպցիայի իր բոլոր էլեմենտներով տեսանելի արդյունքների չհասնես դրա հետ մեկտեղ նաև հասկանալի է որ ունեն բազմաթիվ խնդիրներ որոնք որ պիտի լուծվի նաև աշխատանքային ոճով ամենօրյա մակարդակով ինչը նշանակում է որ դա ոչ միայն քաղաքական կամքի մասին է այլ նաև քաղաքական մշակույթի ձևափոխման վերանորոգման անհրաժեշտություն նույնպես կա Երկաթը պետք է ծեծել տաք վիճակում քաղաքական իրավիճակները տարբեր են լինում կարծում եմ որ Հայաստանի 26 թվականի խորհրդական ընտրություններից հետո այդ հնարավորությունը խորը ցավալի բայց նաև հեռանկարային այդ բարեփոխումները սկսել որտեղ առանց դրան այն հեքիաթը որ ուզում են հավատան հասարակության մեծ մասը իդեպ նաև դա այն եզակի թեմաներից է որ իսկապես միացնում է ընդդիմություն իշխանություն տարբեր քաղաքական գաղափարախոսական Հայաստանում ունեցող մարդկանց Հայաստանում դա այն եզակի թեման է որ միացնում է բայց նաև հասարակությունը պիտի հասկանա եւ պատրաստ լինի որ այդ ճանապարհը ոչ պակաս ցավալի կլինի քան այն աշխարհական խնդիրները որոնք որ մասամբ մենք հաղթարել ենք մասամբ չենք հաղթարել եւ միգուցե նոր խնդիրներ ենք մեզ սպասում բայց դա է այն իրականությունը որ կա մեր երկրում եւ մեր երկրի շուրջ Շնորհակալություն Շնորհակալություն Իմ հյուրն էր Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ես Դավիթ Ստեփանյանն եմ ձեզ հետ այն մանրամասները կհանդիպենք